Աղմուկը մտքի թշնամին է։ Աղմուկը խանգարում է լսողությանը, կարող է վնասել այն, երբ ձայների գույնությունը հասնում է 85 դեցիբելի, ինչպես նաև կարող է խաթարել քնի բնականոն ռիթմը, ինչը կարող է հանգեցնել քրոնիկ հոգնածության։ Ձայնային աղտոտվածությունը առաջանում է տարբեր գործառույթներից, որոնք իրականացնելիս կարող են պատճառել բարձր ձայն կամ աղմուկ, որը հաճախ բխում է մարդկանց, մեքենաների եւ այլ սարքավորումների գործունեությունից։ Արդյոք օրվա ընթացքում աղմուկն ազդում է ձեր զգացողությունների վրա, եթե այո, ապա ինչպես։ Բարձր աղմուկը կարող է ազդել զգացողությունների վրա, դուխացավի տեսքով եւ այլ նյարդային վիճակների տեսքով ու կարծիքով։ Երկար ժամանակ բարձր երաժշտություն լսելը նույնպես վնասում է մեր լսողությանը։ Այդ ոնց որ միջավայրից է, էլի կարող ոնց եթե դա շատ բնակիչներ կան, այդ մարդը կարող է ասենք տարիներ անցնի ու այդ կատարյալ լրության մեջ չկարողանա քնի, մարդկա որ օրինակ աղմուկ կա լինում այդ ժամանակ չի կարող։ Շրջակա միջավայրում արձակվող ձայները, տրանսպորտի ձայները շատ ազդում են մարդու ինքնազգացողության վրա, ազդում են լսողության վրա, ինքնազգացողության վրա, առաջացնում են հոգնածություն։ Անձին տարածվում է աստղային երկինքը, նույնիսկ ծովն է ընդունակ խորապես լուր լինելու, իսկ մարդն աղմուկում է ցայկալյուսից մինչ ուշ կիսեր, աղմուկում է դիտավորությամբ եւ առանց դիտավորության։ Ուստի եզրակացություն անելով մեր նախագծային աշխատանքից հորդորում ենք, չնայած այն փաստին, որ գլոբալ աղմուկը վերացնել չենք կարող, սակայն դպրոցի ներսում կարողանանք ինչքան կարող ենք քչացնել աղմուկը, քանի որ բոլորս պետք է կարողանանք աղմուկը տարբերել ձայնից։ Հույս ունենանք, որ դուք եք ստեղծելու այդ ձայնամեկուսիչները մեր համար, մեր դպրոցի համար։